Աղթամար կղզին Վանա լճի ներկայիս 4 կղզիներից թերևս ամենանշանավորն է։ Այսօր այստեղ պահպանվել է միայն մեկ եկեղեցի։ Սակայն մոտ 1000 տարի առաջ կղզում ծաղկում էր մի ամբողջ քաղաք։ Կղզու վրա կա մի փոքրիկ քաղաք երկու մղոն շրջագծով։ Քաղաքն ունի այնքան տարածություն, որքան կղզին։ Այս քաղաքը կոչում են Արմենիկ։ Շատ բազմամարդ է եւ միայն հայ քրիստոնյաներ են բնակվում այստեղ, առանց որևէ մահմեդականի։ Ահա թե ինչ է գրում 1910-ական թվականներին Աղթամար կղզի այցելած վենետիկցի մի վաճառական։ Նա նկարագրել է Գրիգոր Արծրունի թագավորի մայրաքաղաքը, հիմնադրված 10-րդ դարի սկզբին, որը փաստացի 16-րդ դարում գոյատևում էր։ Գագիկ Արծրունին 908 թվականին վասպուրական աշխարհն անկախ թագավորություն, իսկ իրեն հայոց թագավոր է հռչակում։ Պատճառների եւ հետևանքների մասին չենք խոսելու այս տեսանյութում, այլ ուղղակի ներկայացնելու ենք ձեզ, թե ինչպիսի անառիկ եւ շքեղ պալատական քաղաք է հիմնել Գագիկ Արծրունին։ Այդ տարիներին, երբ կարծես ամեն ինչ նպաստավոր էր հայոց թագին տիրանալու համար, Գագիկ Արծրունին ձեռնարկեց Աղթամարի որպես մի նոր մայրաքաղաքի շինարարությունը, հավանաբար երազելով այն դարձնել երկրի ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր իշխանության կենտրոն։ Եվ իսկապես 927 թվականին Աղթամար է տեղափոխվում կաթողիկոսը, որը եւ մնում է այստեղ մինչեւ Գագիկ արքայի մահը։ Աղթամար կղզին շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի հնագույն ժամանակներից արդեն ծառայել է որպես հուսալի ապաստարան, եւ այն ամրոց էր արդեն անհիշելի ժամանակներից։ Այդ են վկայում կղզու հյուսիսարևմտյան մասում պահպանված Կիկլոպյան ամրոցի մնացորդները, հսկա ժայռապեկորներից շարված անշաղաղ պատերի հատվածները, որոնք անվերապահորեն թվագրվում են նախաուրարտական շրջանով։ Պահպանվել է Սեբեոսի հիշատակությունն այն մասին, որ 7-րդ դարում Աղթամարում էր ամրացել Թեոդորոս Ռշտունին, բյուզանդական կայսրության դեմ մղված իր պայքարի ժամանակ։ Դժբախտաբար այդ շրջանի կառուցվածքներից ոչինչ չի հասել մեզ։ Եվ իսկապես ափից ոչ հեռու գտնվող այս կղզին փաստորեն բնական հիանալի մի ամրոց էր, որը միշտ էլ հնարավոր էր հուսալի կերպով պաշտպանել ամեն մի թշնամու հարձակումներից։ Նման ամրոցը չէր կարելի գրավել առանց երկարատև նախապատրաստական աշխատանքների, մանավանդ որ անտառազուրկ ափերը ոչ մի հնարավորություն չէին տալիս լաստերի պատրաստման համար։ Բավական է վերհիշել, թե ինչպիսի հմտությամբ այդ նույն տարիներին Սևանա կղզին օգտագործեց Աշոտ երկաթը, ամրանալով Սևանում նա կարողացավ ուժեր կուտակել եւ անցնելով հակահարձակման գլխովին ջախջախել թշնամուն։ Աղթամար քաղաքի շինարարության վերաբերյալ պատկերացում կազմելու համար դիմենք ժամանակակից պատմիչ Անանուն Արծրունուն, որն այս մասին գրել է հենց Գագիկ Արծրունու հանձնարարությամբ։ Անանուն Արծրունին առանձնակի սիրով է նկարագրում Աղթամարի հիմնադրումը ու այնտեղ ծավալված շինարարությունը։ Գագիկ արքան, գրում է նա, հրամանտվեց բազմաթիվ արհեստավորների եւ անթիվ մարդկանց կտրել ծանր ու դժվարին վեմ քարերը եւ գցել ծովի խոր հատակը։ Բնական ծովախորշի բացակայությունը ստիպեց Գագիկ թագավորին ձեռնարկել արհեստական նավահանգստի կառուցման բարդ եւ դժվարին գործը։ Ավելին, ամբարտակի մեջ նա մի մեծ դարպաս տեղավորեց, լիովին ապահովելով նավահանգիստը թշնամու նավերի ներխուժումից։ Այդ նավահանգստի ավերակները տեսնելով Թորոս Թորամանյանը գրել է. Գագիկ առաջինն ուզելով ծովի մեջ մի խաղաղ նավահանգիստ շինել 4 ձիարշավ երկարությամբ ծովը լեցուցել է մեծամեծ ժայռերով եւ վրան շինել հաստատուն պարիսպներ։ Այդ պարիսպները երևում են ջրի մեջ, որովհետեւ վերևի մասերը փլել են։ Նաեւ ջրի մակարդակը բարձրացել է դարերի ընթացքում եւ պարսպիստորին մասերը մնացել են ջրի մեջ։ Հանգամանորեն հետազոտելով լճի մակերևույթի պարբերական տատանումները Հովսեփ Հորբելին եզրակացնում է, որ լճի մակերևույթի զգալի բարձրացումն է պատճառը, որ այսօր մենք չենք տեսնում միջնադարյան Հայաստանի առավել նշանակալից ինժեներական կառույցներից մեկի եւ ոչ մի մնացորդ։ Գագիկ թագավորի կառուցած այս պարսպապատն այժմ ամբողջովին ծածկված է լճի ջրերով եւ միայն ստորջրյա հետազոտությունները հնարավորություն կտան պարզելու նրա ճիշտ տեղաբաշխումը։ Նորաստեղծ քաղաքի համեմատաբար բարձր կառուցապատման մեջ աչքի էր ընկնում Գագիկ թագավորի պալատը, որը վեր էր խոյանում իբրև բլուր ամբողջ քաղաքի համայնապատկերում։ Անանուն Արծրունին հանգամանորեն նկարագրում է պալատը։ Նրա ընդհանուր հորինվածքը, որմնանկարները, բերում նրանց սյուժեները։
Դժբախտաբար համալիրի աշխարհիկ շենքերը չեն պահպանվել, եւ նրանց տարածական ձևերի մասին պատկերացում կարելի է կազմել միայն Թովմա Արձրունի եւ Անանուն Արձրունի պատմիչների հաղորդած տեղեկությունների հիման վրա։ Կանգուն է միայն պալատական եկեղեցին, միակ վկան ժամանակին այստեղ բարձրացող քաղաքի մասին։ Աղթամարն այսպիսով մի նոր փայլուն էջ էր հայոց պատմության մեջ, մշակված կոնկրետ պատմաքաղաքական նախադրյալների հիման վրա։ Նա չուներ իր նախորդը եւ չէր էլ կարող ունենալ իր կրկնությունը։ Նա մնաց անկրկնելի այնպես, ինչպես անկրկնելի էր նրա կառուցման եւ կերտման ժամանակը, ինչպես անկրկնելի էր Մեծ Մանուելի ստեղծագործական հանճարը։ Կիսվեք ձեր տպավորություններով մեկնաբանությունների բաժնում եւ բաժանորդագրվեք ալիքին։